Ազգային ժողովի նախկին պատգամավոր գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից ու նրան փոխկապակցված անձանցից ավելի քան 1,2 միլիարդի գույք ու դրամական միջոց կբռնագանձվի։ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը։ Բռնագանձումը կլինի, երբ դատարանի վճիռը օրինական ուժ ստանա։ Դատարանի վճռով մասնավորապես որոշվել է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ընդհանուր 9 անշարժ գույք, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը։ Այս գույքերի թվում են բնակելի տներ, հողամասեր, կիսակառույց շինություններ։ Նույն վճռով նաև որոշվել է բռնագանձել Հօգուտ Հայաստանի Հանրապետության 6 շարժական գույք, տրանսպորտային միջոցներ, որոնց շուկայական արժեքը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը։ Տոյոտայից, Մայբախից մինչև Գազ-24 եւ Մոսկվիչ մակնիշի մեքենաներ կբռնագանձվեն Հօգուտ պետության։ Բավարարվել է նաև ավանդի, փոխառության եւ դրամական միջոցների պահանջը, ընդհանուր 340 միլիոն դրամ։ Վճռով բավարարվել է նաև մեկ իրավաբանական անձում 15.9% բաժնեմասի պահանջը։ Դատարանը մնացած մասով ներկայացրած հայցադիմումը մերժել է։ Դատախազությունը Գրիգորյանի ժառանգներից 27 անշարժ ու 16 շարժական գույք էր պահանջում բռնագանձել։ Այս վճռով ստացվում է մերժվել է 18 անշարժ եւ 10 շարժական գույքի բռնագանձումը։ Դրանցից 9 շարժական գույքի բռնագանձումը մերժվել է Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում։ Դատարանն արձանագրել է, որ Գրիգորյանը պաշտոնատար անձ է հանդիսացել 2000 թվականից, ուստի դրանից առաջ ձեռք բերված գույքերը օրինական են։ Վարչության պետի խոսքով նկատի ունենալով, որ նշված գույքերը դիտարկվել են օրինական, դրանցից ստացված հետագա օգուտները եւս դիտարկվել են օրինական, որոնք շղթայական կերպով ազդել են հետագա գույքերի օրինականության գնահատման վրա։ Մերժված մասով դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Վճիռը կբողոքարկեն նաև Գրիգորյանի ժառանգները։ Լուրերի հետ զրույցում ասաց նրանց ներկայացուցիչներից Գուրգեն Գրիգորյանը, հավելելով, թե Մանվել Գրիգորյանը, թե նրա կինը Նազիկ Ամիրյանը ապօրինի գույք չունեն։ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020-ի նոյեմբերին։ Գրիգորյանի մահից հետո նրա անվամբ գրանցված գույքերի սեփականատերը ժառանգության իրավունքի համաձայն հանդիսանում են նրա ժառանգները։ Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։